Ժողովուրդ օրաթերթը գրում է. Իշխանությունները իդեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոնկրետ պլան ունեն եկեղեցու կաթողիկոսի դեմ իրականացնելու համար, թեև գիտակցում են, որ կաթողիկոսին հեռացնելը այդքան էլ հեշտ իրագործելի պլան չէ։ Ժողովուրդ օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցել են, որ Փաշինյանը թիմագիծներին հստակ բացատրել է, որ պետք է վեհափառին հեռացնել, բայց խելոք, քայլերի հաջորդականությամբ երկարատև պրոցեսի միջոցով։ Բանն այն է, որ եկեղեցին ունի իր ներքին կանոնադրությունը, առաջնորդվում է դրանցով եւ աշխարհիկ կյանքի միջամտություններից պաշտպանվելու իմունիտետ ունի։ Սա հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին բացատրել է, որ իրենք օրակարգում ունենալու են վեհափառին վեհարանից հեռացնելու ծրագիրը, բայց չպետք է շտապեն ու սխալ քայլեր անեն։ Նախ պետք է եկեղեցու ներսում գտնեն դաշնակիցներ, որոնք ներսից կպայքարեն կաթողիկոսի դեմ, դրսից ունենալով իշխանության աջակցությունը։ Իշխանությունների ներսում կան շատ անձինք, որոնք հայ առաքելական եկեղեցու հետևորդներ չեն, եւ նրանք ավելի են ակտիվացնելու եկեղեցու դեմ արվող հակաքարոզները։ Պլանն այնպիսին է, որ հասունացնեն դժգոհությունները, հետո Փաշինյանը հայտնվի պրոցեսի կիզակետում եւ կաթողիկոսին հեռացնելու դափինները իր վրա վերցնի։